Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի падգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քննարկմանը, հարցեր տվեցին, հարցադրումներ արեցին, բայց հայտնի հանգամանքների բերումով տենց քննարկումը մի տեսակ կիսած ստացվեց եւ ես ուզում եմ ընդունել իմ մեղքը, ըստ ամենայնի տարիքը իրենը ասում է եւ ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ, որովհետեւ ես երեք ընդամենը ուզում եի ասել, որ հաշվի առնելով, խնդրում եմ ես մեկը բաշխեք, էլի, ընդամենը ուզում եի ասել, որ հաշվի առնելով անդիմության զգայունությունները չեմ ասում Կտրիչ Ներսիսյան, ասեցես բաշխեք, էդ էլ Մարդը ասեց, ես մեկը բաշխեք, այսինքն ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում, ես մարդիկ թողեցին նեղացան, բայց ես իրան չեմ մեղադրում, ես ըստ ամենայնի իմ միտքը լավ չձևակերպեցի, այսօր անկեղծ ասեմ, այ Ռուբեն Ռուբինյանը վկա, այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ Գարեգին B, մեկ էլ ասի կարողա K-ն սկսի, ասել եմ Ռուբեն։ և վստահաբար կսկսեր։ Ուզում էի ասեի Գարեգին B կամ ուրիշ ավելի ուրիշ ձևակերպումներ, և ասեի հարգելի ընդդիմություն, այ որպես կարմիր գորգ, այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ և վերադարձեք խորհրդարան, դել չթողեցին, որ ասեմ, էդ էլ չթողեցին, որ ասեմ։ Եվ հիմա, հարգելի գործընկերներ, ամենահետաքրքիրն հենա, այս ընդդիմությունը, հարգելի ընդդիմությունը, այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի, ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդանի վերջում, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա, դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ, նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի մասին է խոսքը։ Ես ընտրություններից առաջ եմ, կեղծվել են ընտրությունը, էդ ում ձայնն է կեղծվել, ասել եմ հրապարակ կոչ եմ, ես եմ կոչ արել ժողովրդին դուրս գալ և հեղափոխություն անել։ Բայց եթե ինչի են այս մարդիկ անդադ չեն կողմնոսում, գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետև այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրանք ունեն, իրանք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրանք հասկանում են, որ տնվոր են, գործուղված, ինչ-որ մի միսիայի մասին ու գիտեք, իրադարձությունները արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Ես կարծում եմ, բայց սա իրանց պրոբլեմը չի, սա մեր պրոբլեմն է, սա Հայաստանի Հանրապետության պրոբլեմն է, և ես կարծում եմ, որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք և զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք, նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշանը։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։